Հաղորդման գործընկեր Ակվատեկ սպորտային համալիր։ Հատուկ առաջարկ ընտանեկան փաթեթների համար Ակվատեկում։ Սիրո եւ ընտանիքի ամիս Ակվատեկում։ Համատեղ եք հաճելին օգտակարի հետ։ Ընտանեկան հանգիստ եւ ակտիվ ապրելակերպ մեկ վայրում։ Ժամանակակից ֆիթնես սրահ, ամենամեծ ջրային գոտին, ժամանց սպորտ եւ ջերմ ընտանեկան պահեր մեկ վայրում։ Լավագույն առաջարկները ամբողջ ընտանիքի համար մեր սիրելի Ակվատեկում։ Հաղորդման գործընկեր նոր արքայազոր ռեստորանային համալիր։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր արքայազոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Բարև ձեզ, ողջույն, շնորհակալ եմ ժամանակ հատկացնելու համար։ Ես եմ հոգաչափ շնորհակալ նման հնարավորության համար։ Տիկին Գրողյան, ինչ է կարծում, կարելի է հաջողության հասնել առանց դժվարությունների միջով անցնելու։ Դժվարությունները քաղցրություններ են, առանց դրանց չի լինի։ Հաջողության ձեր փորձով, ձեր անցած ճանապարհի փորձով կկիսվեք այսօր մեզ հետ։ Սիրով, Համեցեք, շնորհակալ եմ։ Նա այն մարդկանցից է, ովքեր գաղափարները վերածում են իրական ծրագրերի։ Նա ղեկավարել ու հիմնել է մի շարք նախաձեռնություններ եւ կազմակերպություններ։ Իսկ առանցքում միշտ եղել է մարդը, համայնքը եւ զարգացումը։ Նա իր աշխատանքով ապացուցել է, որ հաջողությունը միայն բիզնես կառուցելը չէ, այլ նաեւ մարդկանց օգնելը, գաղափարներին կյանք տալը, սեփական փորձն ու հմտությունները նոր սերնդին փոխանցելը։ Լի Գուրո ակադեմիայի հիմնադիր Լիլիթ Գուրոխյանի հետ ենք զրուցելու անցած ճանապարհի, հաջողության ճանապարհի մասին։ Եթե փորձենք հետադարձ հայացք գցել անցած ճանապարհին, ինչ տվեց այն ձեզ, ինչ սովորեցիք։ Փորձ, մարդիկ, հաղթահարելու արվեստ, դժվարությունները հաղթահարելու արվեստ, լիքը հիշելու պահեր, հաջողություններ, դժվարություններ, խոչընդոտներ, բայց նորից հաղթանակներ։ Իսկ սեփական նախաձեռնությամբ հանդես գալը դուք շատ երիտասարդ տարիքից սկսեցիք։ Ինձ հետաքրքիր է ինչպես այդ որոշումը կայացրեցիք, ինչպես հասավ այդ պահը, որ դուք որոշեցիք պիտի ոչ թե ձեզ համար աշխատեք, այլ նաև պիտի ծրագրեր անեք այլոց օգնելու համար։ Հոգեբանական պահեր, հոգեբանական պահ այնքանով, որ ես ինքս հյուրասեր եմ, սիրում եմ մարդկանց, երբ իմ տարածք են գալի հյուրասիրեմ, սկսած հայկական, ավանդական սուրճից, թեյից, ջրից, միգուցե նաև սննդից, հա, ես հյուրասեր եմ, բայց ես չեմ սիրում, երբ ինձ ասում են դա քո պարտականությունն է։ Երբ հասկացա, որ այլոց մոտ աշխատելը կարա բերի ինձ մոտ պարտականություններ, որոնք իմ սրտով չեն, որոշեցի, որ պետք է իմ համար անեմ։ Ինքս նախաձեռնեմ, ինքս փորձեմ, որ հետո ուղղակի չասեմ, թե ես չարեցի, միգուցե եւ ստացվեր։ Չնայած երիտասարդ տարիքին աշխատանքային բավականին հարուստ կենսագրություն ունեք։ Սկսել եմ աշխատել 4-րդ կուրսից, երբ դեռ անգամ դիպլոմ չունեի, սովորում էի ուսանող էի։ Բրյուսովում։ Այո։ Լեզուներ, լեզվաբանություն, իտալերեն, անգլերեն։ Ընդունվեցի աշխատանքի համաշխարհային բանկի ծրագրերի հաղթած կազմակերպությունում, որպես թարգմանչուհի, նաև պրոյեկտների օգնական, հա։ Հետաքրքիր փորձառություններ, որովհետև այն ժամանակ ես ուսանող էի, շատ ընկճված, կոմպլեքսավորված, շատ քիչ գիտելիքներով, անգամ որ պատկերացնեք, ես չգիտեի ոնց օգտվել լուսապատժենի սարքից։ Ես չի հասկանում, քսերոքս ոնց են անում, սկան ոնց են անում, էլեկտրոնային նամակագրությունը ոնց գրագետ վարել։ Այդ փուլից սկսած աշխատել եմ։ Բայց այդ տարիներին այդքան էլ տարածված չէր, այդ չափ հմտությամբ դրանից օգտվել է։ Հիմա օրինակ շատ տներում մարդիկ ունեն, այո, եւ հաջողությամբ այդ տարիներին կային ինչ-որ հատուկ կետեր, հազվագյուտ, միանշանակ։ Իմ բախտը բերեց այնքանով, որ թիմը պատրաստական էր սովորեցնել ու փոքր քայլերով ես աշխատանք ավարտելուց հետո հասկացա, որ արդեն բավականին հմտություն ունեմ։
Միևնույն է, այդ փուլում դեռ կոմպլեքսավորված էի, քաշված, էլ չգիտեի խոսալ, չգիտեի ներկայանալ, անգամ չգիտեի ինչով եմ ուզում զբաղվել։ Այդ փուլը եկավ, որ ունենալով լեզվաբանի դիպլոմ որոշեցի շուրջ 1 տարի գնացի հաշվապահական դասընթացների, անցա մարքեթինգային դասընթացներ, ոչ ֆորմալ կրթական ծրագրերի էի բարբերաբար մասնակցում, որպեսզի վերապատրաստվեմ ու ինչ չէ, դա մի հատ փնտրթուքի ճանապարհ էր, որտեղ ինձ էի գտնում ու զուգահեռ իմ հմտություններն էի զարգացնում։ Հետաքրքիր փուլ էր, չեմ ափսոսում ոչ մի օրվա համար։ Օտար լեզուներ, հաշվապահական ծրագրերի հմտություններ, մարքեթինգային հմտություններ, կարող ենք ասել, որ տարիներ հետո ստացվեց այնպես, որ այս ամեն ինչը պիտի համադրվեին, միքսվեին եւ մեկ այլ հարթակով ձեզ համար ծառայեին։ Միանշանակ, որովհետև երբ հասկանում ես թվերը ոնց են աշխատում, հաշվարկները ոնց են, ու հետո ծրագրերիդ մեջ ես կիրառում։ Երբ հասկանում ես մարքեթինգային նյուանսներ, ինչ որ հետաքրքիր մասեր ու սկսում ես կիրառել, հասկանալ, ինչը աշխատեց, ինչը չաշխատեց, որը ավելի հաջող գնաց, կամ հմտություններ, որ վերաբերում է բիզնեսին, հա, երբ դու փորձում ես քեզ որպես ծրագրի ղեկավար, երբ դու քեզ փորձում ես որպես տնօրեն, երբ փորձում ես որպես թիմի ղեկավար, ստարտափի ղեկավար, էդ էլ է շատ դժվար առաջ տանելը։ Այդ բոլոր դերերը յուրաքանչյուրը իր դժվարություններով ստեղծում է այն Լիլիթը, որը ես հիմա կամ։ Դա աման է, որ կյանքիս յուրաքանչյուր փուլում կաթի ու այդ խառնուրդը ես եմ։ Ինչի համար ուրախ եմ։ Իսկ ինձ հետաքրքիր է տարիներ առաջ հենց այսպեսին եք պատկերացնում ձեր այսօրը։ Չէ, որ ամենավարի երազում առաջ ինչ չէի պատկերացնում, ես չէի պատկերացնում որտեղ կարող եմ լինել։ Կլինեմ Հայաստանում, թե Հայաստանից դուրս, կլինեմ բիզնես ոլորտում, թե կլինեմ ուղղակի միգուցե ընտանիքում տնային տնտեսուհու կարգավիճակով եւ այլն։ Ես չունեի այդ տեսլականը։ Բայց այ հետաքրքիր է մասնագիտությունը, որը դուք ընտրել եք, դրանից բխող բիզնես ոլորտ քիչ պատկերացնելի է։ Այնտեղ կարող ենք այլ բաներ տեսնել, այլ ճյուղեր, բայց ամեն դեպքում ոչ բիզնես։ Եկավ տարիներ հետո համադրվեց, որտեղ պիտի օգներ ձեզ օտար լեզուների իմացությունը։ Հետ նայելով կարող եմ ասել, որ լեզուները բացառապես միջոցներ են արտահայտվելու ու շփման տեսակայինքը։ Հիմիկվա տեխնոլոգիաներով շատ ավելի հեշտ է լինում այդ բացը լրացնել, անգամ լեզու չտիրապետելով, մեր ժամանակ դա այդպես չէր, կամ գոնե այդքան չէր, ինչքան հիմա է, հա, հնարավորությունների մասով։ Երբ ես ընդունում էի իտալական բաժին, ցուցակում կհիշեք, առաջ դες պատին էին փակցնում, գնում էինք, կարդում էինք, նայում էինք, բալերս բոլոր տեղերում հերիքում էր, տեսա իտալերեն, իտալական բաժին, այդ շրջանում ես իտալերենով գիտեի 2 բառ. Պիցա ու չելենտանը։ Այդ հմտությամբ գնացի։ Իհարկե ես հումորով եմ ասում, բայց որ հասկանաք մակարդակը իմացության։ Ցավում եմ, որ հիմա շատ բան մոռացել եմ։ Լեզուն ինքը կենթանի է, եթե չես օգտագործում, ինքը մոռացվում է ուղղակի։ 2 տարի առաջ Իտալիա եմ եղա, հասկացա, որ շատ հետընթաց ունեմ լեզվի ընկալելու մասով, բայց ոչինչ, անգլերեն էինք շփվում արդեն, որտեղ պետք էր։ Ժեստերի լեզուն էլ կա ու կա, համաշխարհային է։ Իսկ ճակատագրական դիպվածների պակաս հետագայում ունեցաք։ Միշտ են եղել, համարում եմ ինձ բախտավոր մարդ, որովհետև անգամ եթե ես հանդիպում եմ դժվարության կամ խոչընդոտի, ինչ որ բարդության խնդրի, հետո նայում եմ ու հասկանում եմ, որ դա հենց այդ պահին լինելու բան էր, որպեսզի ես լինեմ այսօրվա մարդը։ Դա պետք էր, որպեսզի ես աճեի։ Ցանկացած դիպված, ցանկացած ինչ որ միջոցառում, ինչ որ վատ բան անգամ եթե լինում է, դա նպաստում է, որ ես ավելի աճեմ։ Եղան կյանքում պահեր, երբ մտածեցիք անգամ ետքայլ անել։ Շատ։ Իսկ դա այնքան բնական է, երբ դու կանգ ես առնում, գնահատում ես իրավիճակը, հասկանում ես առաջ շարժվել, թե միգուցե ուղղություն փոխել, շատ նորմալ է, բնական է, համառությունը պետք է հիմարության աստիճան չլինի, երբ ուղղակի չի ստացվում, բայց դու համառում ես, կարելի է փնտրել այլ ընտրանք, այլ տարբերակ, որը կաշխատի, իսկ կանգ առնելը, գնահատելը
ու նոր ուղղությունով առաջ գնալը շատ նորմալ եմ համարում։ Վերջո կանգ առնելիս ավելի սթափ ենք նայում։ Այո, այդ պահերին սիրում եմ ծովիննել։ Ցավոք Հայաստանում չունենք այն մեծ ջրային ռեսուրսները, որ կուզեի ունենայինք, օգնում է ճամփորդելը։ Միջազգային ընկերություններում աշխատել եք։ Փորձ եղել է Այո, համագործակցություն։ ինչ տվեց այն ձեզ։ Գրագետ աշխատելու հմտություն, երբ հասկանում ես մանրուքների դերը, երբ հասկանում ես, որ մանրուքները փոքր մասերը բերում են կոկիկության, դա գործի մեջ է, դա հետո դառնում է բնավորություն, լինում է պարտաճանաչությունը, լինում է կանոնակարգված աշխատանքը, լինում է պլանավորած առաջ գնալը։ Միջազգային փորձը ես շատ գնահատում եմ։ Բայց իհարկե պետք չէ ամեն ինչ վերցնել ու միանգամից կիրառել։ Միշտ պետք է մեր տեղի շուկային համապատասխան անել։ Մենք ունենք մեր մտածելակերպը, մեր ավանդույթները, սովորույթները, պետք չի դրանց կտրուկ ուզենալ կոտրել, փոխել, վատաբանել։ Ընդհակառակը մենք այնքան արժեքներ ունենք, մի քիչ ուղղակի օգնել, որ ավելի լավ տեսանկյունից դրանք երևան։ Տիկին Գրիգորյան, այնց հետաքրքիր է ակադեմիան, որի հիմնադիրն եք։ Ինչպես ծնվեց։ Երբ հասավ այդ պահը, որ դուք որոշեցիք, այո, դուք պետք եք նաև երիտասարդներին։ Հետաքրքիր հարց տվեցիք, ակամայից կապված էր նախորդ հարցի հետ, դադար տալու ու հասկանալու ուր ենք գնում, հա։ Երբ դադար տվեցի ու ինքս ինձ հարց տվեցի, ինչն է լավագույնս ինձ մոտ ստացվում, ինչն է լավագույնս արժեք ստեղծում ու ինչը կարա լինի ավելի մեծ, քան օրինակ փոքր խանութ ունենալը, փոքր ինչ-որ բիզնես ունենալը, հասկացա, որ կրթելը, կրթությունը, փորձը փոխանցելը, գիտելիք փոխանցելը, հնարավորությունը, տեղեկատվությունը, իսկ ես արդեն ունեի բավականին կոտակած այդ ամեն ինչը գումարած տեղեկատվությունը, որ անընդհատ աշխատելով տարբեր կառույցների հետ ունենում էի, որոշեցի կիսվել։ Հատկապես, որ այդ պահին նաև շուկայի ուսումնասիրություն տեղի ունեցավ, հասկացա, որ շուկան բաց է, շուկան պահանջարկ ունի, որը չունի սպառում, ինքը այդ պահանջարկը տենց մնացած վիճակով է, ստոպ տված վիճակում է։ Եվ ստեղծվեց ակադեմիան։ Այո, ակադեմիան, ֆոնդ հայթայթման, դրամաշնորհային, ծրագրեր, տեղի, միջազգային, համապատասխան տարբեր սեգմենտների։ Կարող ենք արդյոք ենթադրել, որ առաջին խնդիրը մարդկանց, ովքեր ունեն նպատակներ, ծրագրեր ու ուզում են կյանքի կոչել, իրենց առաջին օգնություն տալն է, օգնելու մեկնարկի քայլին։ Կարող ենք ասել, ես մի փոքր այլ երանգով եմ տեսնում, ֆոնդեր, ֆոնդ հայթայթում գումարների հետ է կապված։ Գումարներ, որ ցանկացած բիզնես, ցանկացած նախաձեռնություն ինչ որ մի պահի հասնում է ու հասկանում է դրա կարիքը կա։ Ուզում եք մարդասիրական նախաձեռնություն արեք։ Խնդրեմ, 1 օր, 2 օր, մի ամիս, 2 ամիս, տարիներով չեք կարող։ Ձեր ռեսուրսը չի երիկի։ Ուզում եք բիզնես, համայնքային զարգացում, շատ տարբեր ուղղություններով, հա, միշտ գալիս է հարց, որտեղից ունենանք հնարավորություններ ֆինանսական առաջ տանելու, զարգացնելու։ Իսկ դրամաշնորհները դրանք այն հնարավորություններն են, որ թույլ է տալի խնդիրներին լուծում տալ, արկա խնդիրներին։ Խնդիրներ, որ լայն շրջանի հասարակության մարդիկ են հա տեսնում, ու այդ լուծումը տալով մենք կարողանում ենք եւ սոցիալականը, եւ բիզնեսը, եւ գիտությունը, եւ նորարարությունը, եւ շատ այլ ոլորտներ զարգացնել։ Դուք մեծ փորձ ունեք հաջողած դրամաշնորհներ ունենալու, հաջողություններ գրանցելու։ Այստեղից ինչ հետևություն եք անում։ Հաջողած դրամաշնորհ ունենալու համար առաջին նախապայմանն ու նախադրյալը ո՞րն է։ Կարդալը ու էլի կարդալը, որովհետեւ եթե մենք չենք կարդում, չենք հասկանում դոնոր կազմակերպությունը ինչ է ուզում, ինչ պայմաններով է ուզում, ինչ ձևաչափով է ուզում, որից հետո արդեն գրագետ հայտեր ներկայացնելը, գրագետ ծրագրեր առաջ տանելը։ Դրանից հետո գալիս է արդեն պատասխանատվությունը սկզբից մեր առաջ, հետո դոնորի առաջ, հետո մեր շահառուների առաջ, երբ մենք պետքա արդեն հաղթանակից հետո, ֆինանսական մասից հետո ծրագրերը կյանքի կոչենք։ Այդտեղ գալիս է արդեն գայթակղությունը, երբ հատկապես գումարներ կան, գայթակղություն, երբ կան հնարավորություններ։ Հիշել, թե մենք ինչ ենք ներկայացրել ու ամեն ձև մեր գրածին համապատասխան ծրագրերը կյանքի կոչել։ Դա բավականին եւ բարդ է եւ կարգապահություն է պահանջում։ Այստեղ կարևոր է նաեւ թիմային աշխատանքը։
Այն հետաքրքիր է, ձեր թիմը, ովքեր են ընդգրկված ձեր թիմում, ովքեր կարող են ձեզ հետ աշխատել։ Ակադեմիայի շրջանակներում, քանի որ դասընթացները հեղինակային են, ինքս եմ ամբողջը առաջ տանում։ Իհարկե հաշվապահական մաս կա, իհարկե մարքեթինգի մաս կա, հիմնականում outsource տարբերակով է դա առաջ տարվում, հա, բայց իհարկե ես ունեմ Եվս մեկ ծրագիր, դեռ չենք խոսել այդ մասին, Pilotics Armenian, այնտեղ ունենք արդեն կայացած թիմ մասնագետներ, ոչ outsource տարբերակով, այլ հենց գաղափարակից մարդիկ, ովքեր առաջ են տանում այդ ամեն ինչը։ Թիմը կարևորագույն մասը ցանկացած ծրագրի, քանի որ անգամ եթե միլիոնավոր դոլարներ լինեն, բայց չլինեն մարդիկ ծրագրեր անելու, դա ձախողում է։ Զրո եմ։ Ես մարդկային ուժը շատ գնահատում եմ։ Ու գանձա երբ մենք ունենում ենք այն մարդիկ, ու վրա կարող ենք հենվել ու իմանանք, որ եթե մենք ինչ որ ուղղություն ենք առաջ տանում, այդ մարդիկ ամեն մեկ իրանց տեղում իրանց գործ անեն պատասխանատու։ Հետևելով ձեր աշխատանքային կենսագրությանը մի բան հստակ կարող եմ ասել, շատ մեծ, շատ լայնածավալ ու մեղմ ասած ծանր աշխատանք եք անում։ Ինչպես է համատեղվում երիտասարդ, փխրուն կինը եւ այդչափ ծավալուն նաեւ պատասխանատու աշխատանքը։ Սիրով, որովհետեւ եթե ես չսիրեի ինչու անում եմ, ես մի վարքյան չէի զբաղվում այդ ծրագրերից որևիցե մեկով։ Հետո արդյունքով, երբ ես արդյունքն եմ տեսնում, դա շատ մոտիվացնում է, շատ ուրախացնում է։ Հետո ակադեմիան հնարավորություն է տալիս նոր դռներ բացելու, նոր ծանոթություններ ունենալու, նոր մարդկանց, նոր գաղափարների, թիմեր ձևավորելու, ծրագրեր իրականացնելու, արդյունքները տեսնելու։ Այդ այնքան էներգիա է տալիս, որ եւ ապրացնում է եւ ամեն օր բարձր տրամադրությամբ արթնանալու ուժ է տալիս, ավելին գործ անելուց ես կարամ չնայեմ ժամին։ Ես չեմ նայ օրինակ 9-ից 6-ն է, ոչ, երբ է 6-ը գալիս, որ ես դուրս գամ։ Իմ մոտ օրեր կարան լինեն, ես ժամ 1-ին էլ գրասենյակից դուրս եկամ, երեկոյան 1-ի, գիշերվա 1-ի մասին, բայց ես դա չեմ զգում, որովհետև ես անում եմ սիրով։ Դա երևի գաղտնիքն է։ Գաղտնիքը սերն է, ցանկացած աշխատանքում, այո, երբ անում ես սիրով, նաև արդյունքներն են շատ ավելի մեծ ու քաղցր լինում։ Իսկ ինչ տարբերություն եք տեսնում հայկական եւ միջազգային շուկաների մշակույթում։ Մշակութային ծրագրեր պարբերաբար տեսնում եմ, նաև մաս եմ կազմում այդ ծրագրերի դեպքում։ Մենք ունենք շատ լուրջ ֆոնդ մշակութային։ Մենք ունենք եւ ներկայանալի մաս, եւ դեռ չբացահայտված ու չհանրայնացված մաս։ Ես ուրախ եմ մաս կազմել գենագիր ծրագրի, որը հայկական մշակութային նմուշների թվայնացմանն է ուղղված։ Ես ուրախ եմ, որ այդ ծրագիրը պետական անգամ դրամաշնորհ ստացավ, հա, իր առաջի քայլերը անելու համար։ Ես ուրախ եմ, որ դա արդեն գնում է միջազգային շուկաներ, որովհետև առկա են առաջիկա պայմանավորվածություններ ու հանդիպումները, պայմանագրերը։ Տեսեք, դա կարա իրենով շատ փոքր մաս լինի։ Մեր մշակութային ընդհանուր այս եռուզեռի մեջ անգամ չերևա։ Բայց երբ հասկանում ես, որ այդ փոքրում դու քո մասնակցությունը ունես, շատ ոգևորում է։ Իսկ այն մենք ինչ հարստություն ունենք, ապշեցնողը ամեն անգամ, երբ մի փոքր ավելի ես խորանում թեմայում, երբ նայում ես ոչ թե ընդհանուրը, այլ նայում ես ընդհանուրի մեջ ամեն մի կետը։ Իսկ ամեն մի կետը այնքան խորքային է ինքը, որ մենք նայում ենք, սկսած որտեղից է գալի պատմությունը, անցած ուղին դարերը, վերջը մենք մի կյանք ենք ապրում, բայց մեր կյանքի ընթացքում ինչ որ մշակութային բաներ է հասնում, հասկանում ես, այնց դարեր է ապրել։ Իսկ ծրագրերն իրականացնելու համար միջոցներ միշտ փաստորեն գտնվում են։ Գումարներ կան, շատ մեծ գումարներ էլ կան, ռեսուրսներ կան, մարդիկ էլ կան, ովքեր պատրաստ են գան, միանան, անեն, ձեռք մեկնեն, ամեն ինչ կա, անուղ է պետք, հավատք է պետք, որ պետք է վերցնելու անել։ Ես նկատել եմ, շատերը փայլուն գաղափարներ ունեն, շատերը հետաքրքիր նախաձեռնություններ, բայց դժվարությունը այնտեղ է, որ բոլորը սպասում են իդեալական պահի։ Չկա իդեալական պահ։ Չկա այնքանով, որ ես ինքս պերֆեկցիոնիստ եմ։ Ես ինքս նամակ գրելուց տեսնում եմ այն պրոբելը, որ կարա 2 անգամ սեղմված լինի։ Ես կարամ իմ պերֆեկցիոնիզմով փչացնեմ իմ կյանքը, բայց միևնույն ժամանակ գործի մեջ բաց եմ թողում։ Կարևորը անելն է։ Անելը, վերլուծելը, դասեր վերցնելը, lesson learning անելը, այսպես ասած, հասկանալը ոնց անենք, որ բարելավենք հաջորդ քայլերի համար,
բայց կարևոր է տանելն է։ Դա գաղտնիքներից մեկն է եւս։ Կիսվեցիք նաև հաջողության ձեր բանաձևով։ Ակադեմիան այսօր իդեմս ձեզ հաջողությամբ դասընթացներ է իրականացնում, որոնք առաջին օգնություն են թերևս այն մարդկանց համար, ովքեր ուզում են շատ մեծ ու շատ սիրուն ու շատ խորը ծրագրեր իրականացնեն։ Ակադեմիան միշտ սահմանափակ քանակով սաներ է ունենում, խմբում առավելագույնը 25 անձ եմ ունենում։ Դա վերլուծությունների արդյունքում է եկել է։ Թիվը երբ հասկացել եմ ես դասերի ավարտից հետո առավելագույնը հասցնում եմ 25 անձանց ուղղորդում տալ միաժամանակ, հա, որ կարա գնա մի քանի ամիսների ընթացքում։ Վերջիվերջո կարևորում եմ ոչ միայն դասեր տալը, ներկայացնելը նյութը, այլ նաև ակադեմիայի սաների կողքին լինել իրենց առաջի հայտերով, որ ստացած գիտելիքը արդեն կիրառեն ծրագրերի մասով, հա։ Հետ նայելով ակադեմիան տասնամյակների պատմություն չունի, մի քանի տարվա պատմություն, բայց ուրախությամբ նայում եմ, որ յուրաքանչյուր խմբում հաղթանակներ ունեմ։ Անկեղծ եմ ասում, երբ իմանում եմ հերթական հաղթանակի մասին, ես միգուցե իրանցից ավելի շատ եմ ուրախանում։ Այդ նմանն է, երբ ծնողը տեսնում է երեխու առաջին քայլերը, հա, միգուցե այդ երեխան էլ, երեխան էլ բալիկները ուրախանում, որ ստացվեց առաջի քայլը, բայց այն որ դու նայում ես, որ քո ստեղծածը գնում է կամ քո օգնածը գնում է, այդ լրիվ ուրիշ զգացողություն է։ Ես տենց եմ նայում եւ տեսնում եմ հաղթանակներ, որ տենց ունենում են ռեսուրսներ, հնարավորություններ մարդիկ տարբեր գաղափարներ առաջ տանելու։ Օրինակ առաջիկայում կկիսվենք եւս մեկ հաղթանակով, երբ մեր սաներից մեկը փոքր արտադրամասի զարգացման ուղղված արել, բայց որ նայում եմ զարգացումները ինքը ամբողջ պոտենցիալ ունի հայկական մշակույթ արվեստ էլի հանելու միջազգային շուկաներ։ Գիտեք ինչ ուրախացնում է։ Կամ նայում եմ էլի այս վերջերս գիտական աշխատանքի հովանավորություն եղավ դոնորի կողմից, որ այդ աշխատանքը զարգանալու է Հայաստանում, էլի դուրս գալու հնարավորություն ունի։ Ինձ ուրախացնում է, որ մի անգամ ավել հայի յան ազգանունը Յանովերցը կհնչի ուրիշ տեղ։ Իսկ մենք դրա պոտենցիալ ունենք, ամբողջ ծավալով ունենք։ Հայը իր տեսակով արարող է, ես չեմ ասում են դրված վատկետերը, որ ասում են վայ հայը սենց է, չէ, իմ համար տես չի։ Հայը արարող է, հայը ազնիվ է, հայը ստեղծարար է, հայը այնքան ուժեղ կարա լինի ու նաև ինքը ճկուն է։ Մենք այնքան բան ունենք ասելու այս աշխարհին, ուղղակի չենք հավատում մեր ուժերին։ Այդ հավատից է պետք ունենալ ու անել կարևորը։ Բայց նաև կան մարդիկ, ովքեր անում են։ Ձեր անցած ճանապարհին նայելով հիմա նաև մտածում եմ, որ այստեղ չեք սահմանափակվելու ու կանգ չեք առնելու, պիտի շարունակվեն ծրագրերը։ Ակադեմիայի զարգանալուն զուգահեռ ես ինքս ինձ հարց տվեցի, թե ինչ եմ ուզում անեմ Հայաստանի համար։ Գաղափարներ սկսեցի փնտրել ու վերլուծել ու ասում եի, գաղափարը ինչպիսին պետքա լինի, ինքը պետքա լինի մեծ, ինքը պետքա լինի խնդիր ունեցող ոլորտային, ինքը պետքա լինի լիքը բացերով, որովհետև կներեք, հերթական հյուրանոց ունենալը ինձ չէր հետաքրքրում։ Հերթական սրճարան ունենալը չէր հետաքրքրում, որովհետև դա շատ է, դա կայացած է։ Դրա համար այդ փնտրտուքները բերեցին ավիացիա, մեկնարկեցինք պիլոտիկս ծրագիրը։ Ես ու ավիացիան այնքան կապ ունենք, ինչքան լրիվ ուրիշ ոլորտ, որի մասին ես միգուցե եւ առաջի անգամ լսեմ։ Բայց ես գիտեմ, որ ցանկացած ծրագիր, առաջինը ծրագիրը, գործիքակազմը նույնն է։ Խնդիր տեսնել, իսկ խնդիրներ, որ խնդիր չեմ ասի, կասեմ բացեր ու հնարավորություններ նաև։ Հավաքել թիմի, իսկ այդ թիմը կար ու բոլորը երազում էին անեն, բոլորը ուզում էին անեն, բոլորը ունեին գիտելիք, հմտություն ու դա ոնց որ sense ստոպ տված վիճակում էր, ընդհանրապես պետք էր Փազլի պես հավաք։ Բերել, ասել արեք, կողքներ կանգնած եմ։ Մարքեթինգը սենց կկազմակերպենք, բիզնեսը սենց կգնա, ռազմավարությունը սենց կգնա, դոնորներին կդիմենք, հնարավորություններ կունենանք, սկսում ենք։ Այդպես սկսեց տեղեկատվական ծանոթողական դասընթացները ավիացիոն ոլորտի, կարճատև դասընթացներ։ Ուրախությամբ ունեցանք առաջին հովանավորությունը 3 խմբերի համար։ 3 վերջի խումբն էինք իրականացրեցինք դասընթացը, ինչն է հետաքրքիր, մի պա դուրս է եկել վերջի դասընթացին, ներս մտնեմ տեսնեմ լացում են։ Իմ համար
չհասկացա իրավիճակը, մասնակիցները, հետո հասկացա հուզված էի, որ վերջի դասընթացն էր, ասում զո վերջինը չի, մենք էլի ենք հանդիպելու, նույնպես մեր մասնագետների հետ էլի եք հնարավորություն ունենալու, հետո շփվելու, առաջիկայում թռիչքներն ենք նախատեսում, որ որոշակի տեղեկատվություն ստացած մարդիկ նաև հասկանան ինչա թռիչքը փոքր ինքնաթիռներով, հա։ Ոլորտը շատ հետաքրքիր է ու ուրախ եմ, որ ընտրեցի այս ուղղությունը։ Այս պահին եւս մեկ հաղթանակ ունենք այդ ուղղությամբ, պայմանագրերի ստորագրման փուլում ենք, հենց լինի պարտադիր կհայտարարեմ, բայց կարամ ասեմ, որ մեր տարածաշրջանի համար ավիացիայի մասով հետաքրքիր լուծումներ ենք առաջարկելու ու նաեւ ունենք դրա դոնորները։ Հուզիչ է եւ նաեւ նոր էներգիա, նոր ստիմուլ տվող։ Ես ծրագրերին նայում եմ երազանքների տեսանկյունից, թե քանի մարդ է երազում։ Ու այդ երազանքը արդյոք այն երազանքն է, որ թե օրինակ լավ մեքենա ունենամ կամ բրենդային հագուստ կրեմ, այլ երազանք ավելի մեծ։ Իսկ երկինքը ավելի մեծ էր։ Երկինքը շատ մեծ էր։ Հրաշք։ Դրա համար նայում ինքը այդ ուղղությունն էր։ Տիկին Գրողյան, շատ երիտասարդներ այսօր շատ սիրուն, շատ մեծ երազանքներ ու ծրագրեր ունեն, որոնք վախենում են իրագործել։ Ինչ խորհուրդ կտաք նրանց։ Կարդալ։ Կարդալ իրենց ուղղություններով, կարդալ ու գործել զուգահեռ։ Եթե ինչ-որ մեկը կարիք ունենա առաջնային խորհրդատվություն ստանալու դրամաշնորհների, ներդրումների եւ այլնի ուղղությամբ, սիրով պատրաստ եմ տրամադրել այդ։ Մեր ակադեմիայի էջին կարող են գրել, հեռախոսահամար թողել, ես ինքս հետադարձ կապ կանեմ, որպեսզի անհատական ստացվի խորհրդատվությունը։ Չեմ խոստանում եք օրվա ընթացքում ֆիզիկապես չեմ հասցնի, բայց հնարավորինս կարճ ժամանակահատվածում, մի քանի օրվա ընթացքում լավ, բայց կփորձեմ նաև օրվա ընթացքում։ Նաև ունենք փակ հարթակ, որտեղ ես գրեթե ամեն շաբաթ 5-6 նոր դրամաշնորհային հնարավորություններ եմ կիսվում խմբի անդամների հետ ու ուղիղ դոնորների հղումներն եմ դնում։ Ինձ պետք չի մեջնորդ լինել։ Այնքան հնարավորություններ կա Հայաստանում կամ Հայաստանի համար, որ պատկերացնեք թվերով, ես ամեն ամիս տեսնում 500, 600, 700, 800 դրամաշնորհային հայտ, որ մենք Հայաստանից կարող ենք դիմել մասնակցել։ 600-700 դրանք հսկայական թվեր են։ Իհարկե։ Ձեր ստեղծած ծրագրերից եւ նախաձեռնություններից ո՞րն է փոխել հենց ձեզ որպես մարդ նաև։ Չի եղել նախաձեռնություն, որը ինձ փոխած չլինի, անգամ ձախողումներս։ Ես հիշում եմ 10 տարի առաջ մեկնարկել էի զեղչերի հարթակ, իհարկե մենակ չէի մեկնարկել, այնտեղ էլի թիմ կար, դա ձախողվեց։ Հիմա հետ եմ նայում հասկանամ, որտեղ էր իմ բացը։ Տեսեք ձախողումը, կամ ունեի եւս մեկ ստարտափ, որի գաղափարախոսությունը հետեւյալն էր, ինքը հարթակ էր, որտեղ մարդը ասում է ես այսքանիկ գումար ունեմ, ուզում եմ բիզնես սկսել, չգիտեմ ինչից սկսել։ Ու ինքը ոնց որ ներկայացնում էր օրինակ Հայաստանում ես ուզում, Երևանում ես ուզում, ես համայնքում ես ուզում, այսքան գումարի շրջանակներում կարող ես պայմանական սուրճի ապարատ դնել, կամ սուրճի կրպակ դնել, կամ ռեստորան դնել, կամ չգիտեմ, քաղցր բամբակ վաճառել։ Տեսեք ինչքան խառը։ Հարթակը բիզնես պլաններն է առաջարկում էր, թե որտեղից դու կարող ես ձեռք բերել պայմանական սուրճի ապարատն է, բաժակները, սուրճը, հաշվապահին որտեղից գտնես, որ այդ ամեն ինչը ճիշտ արվի։ Դա իմ ձախողված պրոյեկտներից է եղել։ Իմ ձախողումն է եղել, որովհետև ես չեմ իմացել, որ կարելի է գումար ուզել դրա համար։ Սեփական ռեսուրսներն է դրվել, սեփական նախաձեռնությունը ուտեղ է գալիս, երբ ասում ես, լավ, կարաս դու սեփականով մի տարի անես, 2 տարի անես պայմանական, բայց երբ դու անում ես ու զուգահեռ մտածում ես, լավ, ապրում ենք, պետքա գումար, ռեսուրս, գումար աշխատելը վատ չի, դա ամոթ չի։ Ու երբ մտածում ես կենցաղային հարցեր ու քո երազանքը կամ նպատակը մի կողմ ես գնում, որ գնաս աշխատանքի, որ ռեսուրս ունենաս, դու տանում ես ցախողումների։ Իսկ դրամաշնորհներից եթե օգտվեի այդ ժամանակ, ինչի՞ չէ, մի հատ համաշխարհային հիմա առաջարկ միգուցե ստացած լինեի։ Ձեր ցախողումներն են այսօրվա ձեր հաջողության մասը։ Իհարկե, եթե անձը կապ չունի ես եմ այլ անձը կարողանում է ցախողումները վերլուծել, ավելի շատ է ստանում, քան եթե ինքը հաջող էր։ Հաջողությունները մենք հաճախ չենք վերլուծում։ Իսկ հաջողությունների ու ձեռքբերումների պակաս թերևս չունեցաք, բայց ո՞րն եք համարում ամենաթանկը ձեզ համար։ Ամենաթանկը ներքին խաղաղությունն է, որ հիմա ունեմ։
Ամենաթանկը նորից եմ ասում, այն ուղին է եղել, որով ես անցել եմ։ Շատ ծրագրեր եմ իրականացրել, մարդասիրական է եղել, առողջապահական ոլորտ է եղել, նորարարություն է եղել, համայնքային զարգացում, զբոսաշրջություն, մաքուր բիզնես, մշակույթ, սպորտ, Անդամ երեխաների այո, եղել է։ Բոլորը իրանց դեր ունեն։ Չկա ծրագիր, որ ասես մեկը կարևոր էր, մեկը չէ։ Պայմանական մենք դեռ պատերազմական շրջանը համայնքային զարգացման ծրագրեր էինք անում ու 2 օր առաջ հիշեցի, թե ոնց են 2 դպրոցի բոլոր երեխաների նվերներ արել ընկերներով։ Դա այնքան էներգիա էր, այնքան հույզ էր։ Իհարկե դա չհայտարարվեց, դա չխոսվեց, որովհետև մենք արել էինք մեր ընկերներով շրջապատով, հա։ Դա էլ էր ծրագիր, դա էլ էր հետաքրքիր։ Դա մի հատ ավել գնալ էր սահմանամերձ գյուղ, դա մի հատ ավել էր շփվել այնտեղի երեխաների հետ, դա մի հատ ավել էներգիա տալ ու ստանալ էր։ Ես չեմ կարող ասել, որ նրա ամենայն արժեքավորը, բոլորն էլ իրանց տեղ ունեցել են։ Իսկ ինչ է կարծում հաջողության ճանապարհին որն է ավելի կարևոր։ Փողը, ճանաչված լինելը, թե արժեք ստեղծելը։ Փողը միջոց է։ Բացակայությունը խանգարում է, լինելը միջոց է նպատակին հասնելու։ Ճանաչված լինելն էլ նպատակ չի, որովհետև երբեք այդ նպատակը չեմ ունեցել։ Գործը թող իմանան։ Ինձ կարան չիմանան։ Իմ մոտ շատ ա եղել, ես ծրագրեր եմ իրականացրել, դիմել ֆինանսավորում, ծայրից ծայր իրականացրել, բայց ես չեմ հրեվացել։ Ինձ պետք չի եղել լինել այն կերպարը, որ կխոսա, կասի ես եմ։ Ես եղել եմ հետևում գործանողը։ Դա ինձ բավարարություն տվել է։ Ճանաչված լինել, ուրիշ բանով կասեմ, ուրիշ տեսանկյունից կապեր նեթվորքինգ։ Հայաստանում մարդու ուժեղ է իր կապերով, իր շրջապատով, մարդկանցով ու հետաքրքիր տենդենց կա, երբ դու սկսում ես անել, մարդիկ քեզ միանում են։ Մարդիկ միանում են, եկեք Pilotics-ի ծրագրով ասեմ, երբ մենք սկսեցինք, մենք ուղղակի ունեինք գաղափար։ Մենք սկսեցինք, ես մասնագետ չէի, բայց մասնագետներին ներգրավեցի, թիմ ձևավորվեց, զուգահեռ ֆինանսավորում առաջի խումբ դասերի ընթացքում։ Այդ ամեն ինչը գիտեք ինչով ավարտվեց։ 3-րդ դասընթացը մենք չէինք ավարտել, երկրորդի ընթացքում մեր թիմը ինքնաթիռ նվեր ստացավ։ Հայաստանում ես չգիտեմ ինչ որ մեկը ինքնաթիռ ստացել է նվեր թե չէ։ Դա ամբողջը կապերն են, նեթվորքինգն է։ Դա այն հավատն է Հայաստանից էր։ Իհարկե։ Հիմա մենք վերականգնում ենք, որպեսզի թռիչքները սկսեն, մի փոքր պրոցեսները ավելի դանդաղ ու ճիշտ են գնում օրենքի տեսանկյունից, դա 1-2 օրվա աշխատանք չի, բայց զուգահեռ մենք տեմպը լավ պահած ստանում ենք համագործակցելով նաև պետական համապատասխան կառույցների հետ, որ ամբողջը օրենքի տառով արվի։ Շնորհակալ եմ անկեղծորության համար եւ հաջողություն եմ մաղթում ձեր շատ մեծ ու շատ խորը աշխատանքում։ Ես եմ շնորհակալ, հաճելի է շատ։ Ես կուզեմ ուղղակի լսողներին մաղթել քայլ անել, գործ անել ու չսպասել իդեալական պահի։ Անել, չկա իդեալական պահ։ Այսօր է, հիմա է այդ պահը։ Ինձ թվում է, որ մեր զրույցը նաև շատ սիրուն դասախոսություն էր։ Շնորհակալ Մեզ համար ձեր կողմից։ Շնորհակալ եմ։ Հաղորդման գործընկեր Aquatec սպորտային համալիր։ Հատուկ առաջարկ ընտանեկան փաթեթների համար Aquatec-ում։ Սիրո եւ ընտանիքի ամիս Aquatec-ում։ Համատեղ եք հաճելին օգտակարի հետ։ Ընտանեկան հանգիստ եւ ակտիվ ապրելակերպ մեկ վայրում։ Ժամանակակից ֆիթնես սրահ, ամենամեծ ջրային գոտին, ժամանց, սպորտ եւ ջերմ ընտանեկան պահեր մեկ վայրում։ Լավագույն առաջարկները ամբողջ ընտանիքի համար մեր սիրելի Aquatec-ում։ Հաղորդման գործընկեր Նոր Արքայաձոր ռեստորանային համալիր։ Սիրով բոլորին հրավիրում ենք Նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ, վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։